Որ Գյումրի կգնա, կասեք փող չկա։ Եվրամիության պատվիրակության թիմն է այսպիսի խորհուրդ տվել Հայաստան ժամանած Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսին։ Նա էլ թղթի վրա գրառում էր արել, որ չմոռանա այս հուշումը։ Իրեն դա ասել էին հիշեցնելով, որ Գյումրիում մարդիկ կատակասեր են։ Կոսը կարդաց թղթի վրա գրված արտահայտությունը, փող չկա, բայց պնդեց ճիշտ հակառակը։ So I said, փող կա. So I have the money. Փող կա, Եվրամիությունը կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարում, Շիրակի պետական համալսարանում հայտարարեց եվրոպացի պաշտոնյան։ Երեկ Կոսը իշխանությունների հետ հանդիպման ժամանակ էր հայտարարել, որ Հայաստանի հետ ստորագրել են ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն կլինի Հայաստանի համար։ Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների եվրոպացի պաշտոնյան կոնկրետ մատնանշում է, երբ ասում են հիբրիդային պատերազմ նկատի ունեն Ռուսաստանի Դաշնության միջամտությունը։ Ավտորիտար ռեժիմները շահագործում են մեր բաց լինելը, տարածում են ապատեղեկատվություն եւ մեծ գումարներ ծախսում արտաքին միջամտության համար։ Դուք այս երևույթները տեսել եք ձեր տարածաշրջանում։ Դա այն է, ինչ Ռուսաստանը փորձեց անել Մոլդովայում անցած տարի ծախսելով հարյուրավոր միլիոններ ձայներ գնելու եւ կիբեր հարձակումների համար, ընտրական համակարգը խափանելու համար, սակայն ապարդյուն։ Ուստի իմ կոչն է ձեզ ներգրավել ժողովրդավարության մեջ, ձեր ընտրությունը ձերն է, բայց ձեր ընտրությունների ամբողջականության պաշտպանությունը, ձեր ժողովրդավարությունը եւ ձեր ապագան ընտրելու ազատությունը այն բաներն են, որոնց համար արժե պայքարել։ Ռուսաստանը փող է ծախսում, իրենք էլ կծախսեն, կտան ավելին։ Ինչպես Մոլդովայում, այնպես էլ Հայաստանում կանեն ամեն ինչ օտարերկրյա միջամտությունը կանխելու համար։ Իսկ իրենք կմիջամտեն, իրենց միջամտությունը հիբրիդային սպառնալիք չէ։ Եվ ոչ մի խոսք հայաստանյան ժողովրդավարության իրական այլ սպառնալիքների մասին, դատական համակարգի գործադիր իշխանության կամակատար լինելու, քաղաքական հետապնդումների, մարդկանց խոսքի ազատության սահմանափակումների մասին։ Եվրոպային այսօր հետաքրքիր է ում ազդեցության գոտին կդառնա Հայաստանը, թույլ չեն տա, որ լինի Ռուսաստանի ազդեցության գոտին, իսկ մնացած ամեն ինչ նորմալ է։ Բաց սահմաններ, Հայաստան-Ադրբեջան սպասվելիք խաղաղություն, Ադրբեջանից եկող գնացքներ, թուրքական ավիաուղիներ եւ այլն։ Հայաստանում առաջընթաց է, արձանագրեց պաշտոնյան։ Եվրոպացի պաշտոնյայի փող լինել չլինելու մասին հայտարարությունն ինձ հիշեցրեց ամանորյա մի ուղերձ, որում Եվրամիության նախկին դեսպանը ձմեռ պապիկի կերպարով լայն ժպիտով շնորհավորում էր պարկշալակին, որի վրա գրված էր Եվրամիությունը Հայաստանի համար։ Երեկո այսօր մեսիջը նույնն է, բան չի փոխվել, պարկում փող կա, Եմեն փող կտա, իսկ ինչի համար իրական ժողովրդավարության արժեքների, թե այս անգամ Նիկոլ Փաշինյանի վերընտրության։ Շատ բան է արժե զրկվել, անգամ դիվանագիտությունը, բանակցային լեզուն դարձել է խիստ պարզունակ ու մանրախնդիր։ Ի վերջո, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունն էլ երկարատև մակընթացություններից եւ տեղատվություններից հետո հասել է այս հանգրվանին։ Ձևավորվել է մի միություն, որտեղ արժեքն ընկալվում է որպես պահանջմունք բավարարող տնտեսական կատեգորիա։ Վիրավորականը հետեւյալն է. ինչու է հասարակության, ուսանողների հետ հարաբերվելու հարցում ընտրվել այս լեզվամտածողությունը։ Գուցե պատասխանը պարզ է, որովհետև մինչ այդ այդպես են շփվել բոլոր ժամանակների իշխանությունների հետ, քաղաքասարակության հետ, լրագրողների հետ, եթե նրանց հետ կարելի է, ինչու չի կարելի բոլորի հետ, մանավանդ երբ Եվրոպայից սպասելիքն էլ այդ է։ Փաստացի փողը ստվերել է մեր ժողովրդավարական ձգտումները եւ համամարտկային արժեքները։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բացառապես նյութականի վրա խարսխված երկխոսության կողմերից մեկը վաղ թե ուշ գցելու է մյուսին։ Որքան էլ ձմեռ պապիկն աստղազարդ պարկերով Եվրամիության պաշտոնյան փող կա վստահ առոգանությամբ փորձի գայթակղել ու զվարճացնել։ Ինչու, որովհետև պարկում միայն փող կա, իսկ փողը միշտ քիչ է եւ արագ վերջանալու հատկություն ունի։ Լրագրողների հետ շփվելու քիչ ժամանակ ուներ Եվրամիության հանձնակատարը։ Գալայի հարցը հետևյալն է։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ որևէ իշխանություն չի սիրում քաղաքացիական հասարակությանը։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ այսօր իշխանությունները բավականին լավ են վերաբերվում հասարակությանը, որովհետև թե քաղաքացիական հասարակությունը, թե եվրոպական կառույցները բավականին լոյալ են Հայաստանի իշխանությունների նկատմամբ։
The civil society or Նրանք- the European institutions are quite loyal to Նրանք տարօրինակ կերպով չեն նկատում բազմաթիվ ժողովրդավարական խնդիրներ, որոնց առաջ կանգնած է։ Հարցս հետևյալն է, ինչպես է ստացվում, որ օրինակ երևակայական հիբրիդային պատերազմը նկատում է այսօր Եվրոպան, բայց չի նկատում ժողովրդավարությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ մեր երկրում։ First, regarding that no government likes the non-governmental. Նախ այն մասին, որ որևէ կառավարություն չի սիրում ոչ կառավարական կազմակերպություններին, սա ընդհանուր դիտարկում էր, որը ես տեսնում եմ ամբողջ Եվրոպայում, որովհետև հասարակական կազմակերպությունները քննադատական են։ Երկրորդը, Եվրոպայում ժողովրդավարությունները ամբողջ Եվրոպայում գտնվում են հարձակման տակ։ Ես չեմ խոսում միայն Մոլդովայի եւ Հայաստանի մասին, մենք տեսնում ենք, որ ավտորիտար ռեժիմները օգտագործում են մեր արժեքներն ու մեր գործելավոճը մեր դեմ։ Այո, ես խոսում եմ խոսքի ազատության մասին։ Նրանք ասում են, որ կարող են ստել, կարող են ամեն ինչ ասել, այսպիսով մեր արժեքները օգտագործվում են մեր դեմ։ Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք եւ ես խոսում եմ ամբողջ Եվրոպայի մասին, որ մեր ժողովրդավարությունները գործեն, մենք պետք է ապահովենք, որ մարդիկ ստանան իսկապես լավ տեղեկատվություն։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք մեդիային Հայաստանում։ Խոսքը մեդիայի դիմակայունության մասին է։ Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Եվրոպայում։ Եվ իհարկե մենք ցանկանում ենք մեր ժողովրդավարությունները դարձնել ավելի դիմակայուն։ Եվս մեկ անգամ, սա միայն Հայաստանի մասին չէ։ Անցյալ տարի Եվրոպական միության մակարդակով մենք ընդունել ենք շատ կարևոր ռազմավարություն, այն կոչվում է ժողովրդավարության վահան։ Այսինքն, ինչպես կարող ենք պաշտպանել մեր ժողովրդավարությունները արտաքին միջամտությունից։ Սա շատ կարևոր խնդիր է, որը մենք կարող ենք իրականացնել։ Now I have to go to the next program. Wishing you all the best. Մարթա Կոսի պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ, ինչն է խանգարում Եվրոպային տեսնել Հայաստանում տեղ ունեցող հակաժողովրդավարական պրոցեսները։